Ադրբեջանը ինչ անում, ասում է իմն է, ինչ կա չկա, այսօր Կովկաս, թե Անդրկովկաս, թե Հարավային Կովկաս, ինչպես ուզում եք հայտարարեք եւ կոչեք մեր այս տարածաշրջանը, նա ասում է այս տարածաշրջանում հայերի շորշոփը պետք է չերևա։ Կարելի է գտնել, գիտեք, միջև անգամ այդպիսի տեքստեր տարբեր տեղերում, սկսած դպրոցական եւ մանկապարտեզային երկերի եւ այլն։ Ադրբեջանը իրականացնում է անշեղորեն հստակ ծրագիր։ Ինչ է անում Հայաստանը, սպասարկում է այդ ծրագիրը։ Օրվա իշխանությունը սպասարկում է այդ ռազմավարությունը։ Երբ որ ասում եք Արցախի արցախցիների վերադարձի հարցը չկա, դա ոչ թե չկա, նա ակտիվորեն դուրս է մղվում։ Նայեք, հարցը կա։ Մնում է մենք իմանանք, թե պետական մակարդակով Հայաստանը ինչ է անում այդ հարցի մեջ։ Պատասխան, նա ակտիվորեն դուրս է մղում դա բոլոր հարթակներից, որտեղ իր ձեռը հասնում է, որտեղ ձեռքը հասնում է, անում է։ Օրինակ, ինչ-որ կարողանում են այնպես հայտարարություններով հանդես գալ, որ Ադրբեջանում տեղի ունեցած այսպես կոչված դատը ավելի ու ավելի ակտիվանա, մինչև անգամ ֆարսի վերածված որոշ բաներ, բայց արի ու տես, որ նրանք լրջորեն դա տարածում են։ Գիտեք, եկեք մենք հստակեցնենք, որ ես չեմ ասել դեռ Գեբելսի ժամանակներից, որ հստակ կրկնվող եւ ժամանակի մեջ երկար ժամանակ կրկնվող սուտը նա աշխատում է որպես ուղեցույց եւ այս առումով արցախցիների հարցը, արցախցիների վերադարձի հարցը Արցախի վերադարձնելը հայությանը, այդ հարցը կա եւ մնալու է։ Բոլորովին այլ է, որ օրվա իշխանությունը վերին աստիճանի ակտիվ պայքարում է բոլոր ձևերով այդ հարցի եղելության դեմ։ Ես ինչու եմ այդքան խուճուճ ասում, մեկ է այդ հարցը կա ու մնալու է։ Ի հեճուկս չէ, որ այս իշխանության մողեկի նա է, այդ հարցը կա եւ այդ հարցի շուրջ պետք է միավորվեն շատ ավելի ուժեր, քան այսօր։ Երբ որ դուք ասեցիք կարծես թե չկան, ես պետք է ձեզ հիշեցնեմ, որ կա արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ, որի մեջ ընդգրկված են ոչ միայն արցախցիներ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության որոշ գործիչներ, բայց եւ արտերկրից։ Այսինքն այդ խորհուրդը այսօր փորձում է փոխարինել իր այս պրոակտիվ հակաքաղաքականությունը։ Շատերը խոսում են նրա մասին, որ Հայաստանը հետ է կանչելու եւ այլն, բայց դա մի տառ է այս բոլորի մեջ։ Ինչ գիտեք, ինչ են անում ընդհանրապես կուլիսների հետևից։